Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Թող Աստված ողորմի եւ իր երեսը փայլեցնի մեզ վրա։ Թող իր լույսը լցնի մեզ վրա։ Իր սիրտը դնի մեր սրտերի մեջ։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի 1-2 խոսքերում Պողոս առաքյալն ասում ու զգուշացնում է. Իմացիր սա, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, անձնասեր, իրենց սիրող, փողասեր ու արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անշնորհակալ, անմաքուր ու ոչ սուրբ, չսիրող, սեր չի լինի իրենց մեջ, կլինեն անգութ, անհաշտ, անողորմ, այսինքն ներել, ողորմել չեն ուզենա, բանսարկու, չարախոս, անժուշկալ, անզուսպ, անկառավարելի, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, այսինքն ավելի շատ կսիրեն կյանքի հաճույքները, քան Աստծուն։ Նրանք արդակուստ աստվածապաշտ կլինեն, բայց աստվածապաշտության զորությունը կուրանան, նման մարդկանցից խուսափիր։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով գալիս եմ ողորմությանդ ու շնորհիդ գահի առաջ, գալիս ու խնդրում ու բարեխոսում եմ ինձ համար, ընտանիքիս համար, գերդաստանիս համար, ազգիս համար, մեր ընկերների, հարևանների, մեր աշխատակիցների համար, մարդկության համար։ Տեր բացիր մեր մտքի կապանքները, հանիր մեր վրայից կուրության ու հանդգնության քողը, հանի մեր միջից գոռոզության նետերը, որպեսզի աստվածաշնչյան այս խոսքերը ընդունենք, օղ անենք դրանք մեր ականջին, դաջենք մեր սրտում ու որոշում կայացնենք Հիսուս Քրիստոսով, որ մենք ինքներս այդպիսի մարդիկ չլինենք, թույլ տանք, որ մեզ փոխես, Տեր, թող չհպարտանանք, որ չհպարտանանք առաջին օրինական քրիստոնյա ազգը լինելով ու փոխարենը ապրենք Քրիստոսին հակադիր կյանքով, մաքրի մեզ, լվա ազգիս ու բոլորիս կրկին քո սուրբ արյունով, հանիր մեր վրայից մշակույթային քրիստոնյայի շորերը, որ էլ չլինենք քրիստոնյա առանց Քրիստոսի, կրոնավորներ առանց հավատքի, չլինենք այն սպիտակ գերեզմանները, որ դու փարիսեցիներին ասեցիր, որ արտաքինից գեղեցիկ ենք, բայց մեջը մեռելներ են։ Հիսուսի սուրբ անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Ելից գրքին, տեղափոխվում ենք 8-րդ գլուխը, կարդանք այսօրվա հատվածը եւ մեկնաբանությունը ու նախկին դասերը դուք լսեք։ Տերն ասաց Մովսեսին. գնա փարավոնի մոտ եւ ասա նրան. այսպես է ասում Տերը. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։ Գետում գորտեր կվխտան, դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների եւ քո ժողովրդի տները, քո թոնիրները ու քո խմորի տաշտերը։ Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի եւ քո բոլոր ծառաների վրա։ Տերն ասաց Մովսեսին. այսպես ասա Ահարոնին. մեկնիր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի եւ լճերի վրա, եւ գորտեր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա։ Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, եւ գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ Եգիպտոսի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։ Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասաց. աղաչեք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, եւ ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը։ Մովսեսն ասաց Փարավոնին. ժամանակ որոշիր ինձ համար, թե երբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների եւ քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից եւ միայն գետում մնան։ Նա ասաց.
վաղը։ Մովսեսը ասաց. թող քո ասացի պես լինի, որպեսի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։ Գործերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից եւ քո ժողովրդից։ Միայն գետի մեջ կմնան։ Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսը աղաղակեց Տիրոջը այն գործերի համար, որ բերել էր փարավոնի վրա։ Տերն արեց այնպես, ինչպես խնդրեց Մովսեսը։ Գործերը սատկեցին եւ վերացան տներից, բակերից եւ արտերից։ Դրանք հավաքեցին կույտ-կույտ եւ երկիրը հոտեց։ Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, որ վիճակը շտկվեց, խստացրեց իր սիրտը եւ չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։ Հայր Աստված, շարունակում են գոհանալ քո սուրբ խոսքերի համար եւ թող քո խոսքերը լինի այն մուրճը, որով դուք քանդես մեր սրտերի, մեր մտքերի կարծրացուցությունը, որպեսզի քո խոսքի ճշմարտությունն ու լույսը, շնորհը, ողորմությունը մուտք գործի մեր սրտերի մեջ եւ մեզ հեռացնի չար ճանապարհից։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Նեղոս գետի ու Եգիպտոսի բոլոր ջրերը արյան էին վերածվել։ Փարավոնը իր սիրտը էլի կարծրացրել էր ու չէր հնազանդվել Աստծուն, ու հիմա Աստված փարավոնին տալիս է երկրորդ պատուհասի նախազգուշացումը։ Տերն ասաց Մովսեսին. գնա փարավոնի մոտ եւ ասա նրան. այսպես է ասում Տերը. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Եթե չուզենաս արձակել, ահա ես գործերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։ Այս պատուհասները ավարտվելու էին մահով, որ մուտք էր գործելու ամեն եգիպտացու տուն։ Աստված կարող էր միանգամից բերել վերջին պատուհասը, մահվան պատուհասը, բայց նա այդպես չվարվեց եւ չարեց որոշակի նպատակներով։ Առաջին նպատակը այն էր, որ եգիպտացիները հասկանային, որ միակ ու իրական ու կենդանի ու զորավոր Աստվածը ինքն է, որ չկան ուրիշ աստվածներ։ Եվ Աստված իր այս բերած պատուհասներով ինքն իրեն փառավորեց ու մեծարեց ու ցույց տվեց, որ ինքը վեր է եգիպտացիների ու մեր ու ամեն ազգի կեղծ չաստվածներից։ Իսկ երկրորդ նպատակը դա փարավոնին եւ եգիպտացիներին զղջալու, ապաշխարելու, դարձի գալու հնարավորություն տալու համար էր։ Եվ այս ամենի մեջ մենք պետք է տեսնենք Աստծո բարի ողորմածությունը, որտեղ նա իրավունք ուներ ու կարող էր անմիջապես օգտագործել վերջնական դատաստանը ու մահ բերել Եգիպտոսի վրա, բայց գթասիրտ ու ողորմած Աստված ընտրեց պատուհասների միջոցով հնարավորություն տալու նրանց սթափվելու։ Աստված կարող էր անմիջապես գնալ ավելի խիստ դատաստանի, բայց փոխարենը փարավոնին շատ հնարավորություններ տվեց զղջալու եւ փոխվելու համար։ Եթե չուզենաս արձակել, ահա ես գործերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։ Պարզ տեսնում ենք պատճառահետևանքային կապը։ Աստված այս ամենը անում է, որպես արձագանք փարավոնի անհնազանդությանը եւ որպես արձագանք փարավոնի սխալ, եսամոլ, շահամոլ, հակաաստվածային ցանկությունների։ Այդ մեր շահամոլ, եսասեր, մեծամիտ, հակաաստվածային, կռապաշտ ու ինքնապաշտ ցանկություններն են, որ շարժում են Աստծո զայրույթը եւ բերում Աստծո դատաստանը։ Ու Աստված սպառնաց գործերի պատուհասով եւ նորից որոշակի պատճառով։ Երեք որ խոսում ենք ոնց գետը, լճերը եւ ջրերը արյուն դարձան, ասեցինք, որ իրենք Նեղոսի աստվածուհի ունեին, Նեղոսի աստված ունեին, Նեղոսի ոգի ունեին եւ այլն, հա, երկրպագում էին։ Այստեղ էլ տեսնում ենք, որ եգիպտական, այսպես կոչված չաստվածուհի կար, Հեքեթ, եւ նրան միշտ պատկերում էին գործի գլխով։ Հին եգիպտացիների շրջանում գործերը համարվում էին սուրբ
և դրանց սպանել չէր կարելի։ Եգիպտացիները գորտերին երկրպագում էին որպես կին աստվածուհի, քանի որ գորտերը տարածված էին Նեղոսի շուրջը, նրանք նաև երկու աշխարհների մաս էին կազմում, քանի որ երկենցաղ էին, ցամաքային և ջրային արարածներ, և գորտերն էլ նրանք աստված էին համարում։ Հիմա էլ Տեր Աստված կոնկրետ ասում է, թե ինչ է լինելու, երբ գորտերի պատուհասը գա։ Գետում գորտեր կվխտան, դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրները ու քո խմորի տաշտերը։ Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա։ Այսինքն հիշենք, որ սա պատերազմ էր կուռքերի ու չաստվածների դեմ, ու սա դրդելու էր, որ եգիպտացիները իրենց ձեռքով իրենց պաշտած գորտերին դուրս շպրտեն իրենց տներից, որտեղ զզվելի են, որ զզվեն գորտերից, հոգևոր դաշտում հրաժարվեն հեքեթ չաստվածուհուց, չնայած այդպես չեն անում։ Եվ ինչպես Աստված նախազգուշացրել էր, այդպես էլ անում է, և Աստված Մովսեսի և Ահարոնի միջոցով գորտեր է բերում Եգիպտոսի երկրի վրա, և Եգիպտոսի մոքերը էլի նույն կախարդությունն են անում։ Տերն ասաց Մովսեսին, այսպես ասա Ահարոնին. մեկնիր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտեր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա։ Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ Գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։ Նրանք այլևս միայն գետի մեջ չէին, նրանք ամենուրեք էին։ Եվ այս պաշտված Աստված դարձած կենդանին հիմա զզվելի էր նրանց համար, որտև իրանց վրա էր, իրանց անկողնում էր, իրենց հացի ամանի մեջ։ Նորից տեսնում ենք պատճառահետևանքային կապը։ Աստված ոչինչ հենց այնպես ու աննպատակ չի անում։ Քանի որ եգիպտացիները երկրպագում էին գորտին, որպես աստվածուհի, իրական Աստված Յահվեն նրանց գորտերի պատուհաս տվեց։ Մենք տեսնում ենք և Աստծո վճռական ծրագիրը և նրա հումորի զգացումը։ Չնայած Աստված զորքերի ու զորությունների Տերն է, նա կարիք չունի հզոր բանակների, միլիարդավոր զորավոր հրեշտակների, ու այստեղ Աստված չի օգտագործում իր այս զորքերը արդարադատություն կամ դատաստան բերելու համար, մեղավորին կամ մեղավոր ազգին պատժելու համար։ Անգամ գորտը ու մյուս պատուհասներում էլ կտեսնենք ոչիլն ու ճանճը Աստծո ձեռքում զորավոր գործիքներ են դառնում դատաստան անելու և Աստծո ցասումը թափելու և Աստծո վրեժը լուծելու համար։ Եթե գիտեք բոլոր 10 պատուհասները, ապա հասկանում ենք, որ նրանք վերաբերում են մեր կյանքի ու բնության տարբեր ոլորտներին՝ ջրին, հողին, օդին և հենց մարդուն։ Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։ Կախարդների իրենց կախարդանքներով նույնը անելու ունակությունը վկայում է գերբնական ուժի առկայության մասին։ Սա հմուտ իլյուզիոնիստի, ֆոկուսնիկի գործ չէր։ Սա օկուլտիստական, կախարդական, սատանայական ուժի գործն էր։ Եվ ինչպես նախկինում, չնայած այս գերբնական ուժն ունենալուն, կարող էին նրանք միայն ավելի շատ գորտեր ստեղծել։ Նրանք կարող էին միայն ավելի վատթարացնել խնդիրը։ Նրանք չկարողացան վերացնել գորտերին։ Նրանք չկարողացան բարիք անել, լուծում բերել։ Հիշեք, երեկ ինչ ասեցինք, որ Հիսուսն ասաց, որ սատանան գալիս է միայն գողանալու, ավերելու և սպանելու։ Եվ այս մոգերի, կախարդների արած հրաշքը փարավոնին պատրվակ տվեց ավելի կարծրացնելու իր սիրտը, իր խոստումից հրաժարվելու ու նորից Աստծուն չհնազանդվելու։ Սա դաս է մեզ համար, թե ինչպես մեր գործերով, մեր խոսքերով, մեր ապրելակերպով, մեկ ուրիշին կամ ինքներս մեզ կարող ենք դրդել ավելի չհնազանդվել Աստծուն։ Փարավոնը օգնություն է խնդրում Մովսեսից։ Փարավոնը կանչեց Մովսեսին և Ահարոնին և ասաց.
Աղաչեք Տիրոջը, որ գործերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, եւ ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը։ Ծիծաղելի է, չէ՞։ Գործին պաշտում էին, երկրպագում էին, Աստված էին համարում, բայց հիմա այդ իրենց նույն պաշտած գործի համար պատրաստ էին այն Աստծուն աղոթելու, ում իշխանությունը չէին ընդունում, ում չէին լսում, որ այդ գործերին իրանց վրայից ու իրանց տներից դուրս հանի։ Եթե այդ գործերը իսկապես այդքան պաշտելի ու երկրպագելի են ու այդպիսի զորավոր Աստվածուհի էր գործի Աստվածուհին, ապա ինչու չկարողացավ իրենց օգնել։ Ինչու էին խնդրում Մովսեսին եւ Մովսեսի Աստծուն, որ ազատի իրենց։ Հիշում եք, Ելք 7:1 Աստված ասեց ու խոստացավ Մովսեսին հետևյալը. «Տես, քեզ փարավոնի համար Աստված դարձրի»։ Եվ այստեղ, երբ փարավոնը խնդրում է Մովսեսին օգնել իրեն, Աստծո այս խոստումն է կատարվում։ Որպես Աստծո մարգարե Մովսեսը կանգնեց Աստծո փոխարեն փարավոնի առջև։ Եվ փարավոնը իր խնդրանքը, իր աղաչանքը ներկայացրեց Աստծուն Մովսեսի միջոցով։ Աղաչեք Տիրոջը։ Աղաչեք Տիրոջը, այստեղ այն իմաստը ունի, միջնորդեք, բարեխոսեք Տիրոջ առաջ իմ համար, որ ինձ ու իմ ժողովրդին ու իմ տունը ազատի գործերից, ազատի այն Աստվածուհուց, չաստվածուհուց, որին մենք պաշտում ենք։ Սա առաջին դեպքն է, որ փարավոնի սիրտը կարծես մի քիչ շարժվել է, ասում է ազատեք ինձ ու իմ երկիրը գործերից, ու խոստում է տալիս. Ես բաց կթողնեմ, ազատ կարձակեմ Իսրայելին։ Նա խոստում է տալիս Աստծո առաջ ու հետո էլ դրժում է իր իսկ խոստումը։ Այսինքն նրա նպատակը, նրա սրտի դիրքը Աստծո առաջ ու Իսրայելի ժողովրդի առաջ մաքուր չէր, եւ նա ընդամենը ցանկանում էր օգտագործել Աստծո եւ Աստծո ծառա Մովսեսին իր նպատակների համար։ Այստեղ մենք սովորելու եւ զգուշանալու մեծ բան ունենք։ Շատ կարող են լինել մարդիկ, չասեմ հաճախ, մարդը ասում է. Տեր Աստված, բժշկի ինձ եւ քեզ կհետևեմ, Տեր Աստված, աշխատանք գտնեմ, քեզ կհետևեմ, Տեր Աստված, երեխա ունենամ, քեզ կհետևեմ, Տեր Աստված, երկրումս խաղաղություն բեր, քեզ կհետևեմ եւ այդպես շարունակ։ Բայց արդյունքում չի անում, խոստումը դրժում է, ուխտը կոտրում է։ Դա ավելի սարսափելի է, քան ուղակի չհավատալը։ Աստված մեր խաղալիքը չի։ Մենք Աստծո երկյուղ պիտի ունենանք, որ ինչ որ ասում ենք, հասկանանք, որ գրվում է Աստծո գրքում եւ Աստված չի մոռանում։ Եգիպտացիները հայտնվել էին արտասովոր իրավիճակում։ Մի կողմից գործերին չէին կարող սատկեցնել, որտեղ պաշտում էին որպես Աստվածի, մյուս կողմից էլ դրանք զզվելի ու գարշելի էին ու կեղտոտում էին ամեն բան, բարձրանում իրենց վրա, իրենց ուտելիքի մեջ, իրենց անկողնում։ Իսկ եգիպտացիների համար մաքրությունը հատուկ կարևորություն ուներ։ Գործերը պիտի միայն գետերում լինեին, ոչ թե տներում ու մարդկանց վրա։ Մովսեսն ասաց փարավոնին. Մովսեսն այստեղ ասում է. դու որոշի, երբ կուզես քո համար աղոթեմ։ Փարավոնն ասում է վաղը։ Մովսեսն էլ ասում է թող քո ասածով լինի, որպեսի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։ Ու ասում է, որ գործերը կհեռանան քեզանից, քո տնից, քո ծառաներից, քո ժողովրդից ու կմնան միայն գետի մեջ։ Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսը աղաղակեց Տիրոջը, այսինքն աղոթեց այն գործերի համար, որ Տերը բերել էր Եգիպտոսի վրա ու փարավոնի վրա։ Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը։ Սա ցույց է տալիս աղոթքի զորությունը եւ որ Աստված աղոթք լսող Աստված է։ Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը։ Երբ Մովսեսը աղոթեց, Աստված պատասխանեց եւ բոլոր գործերը սատկեցին։ Երկիրը հոտեց, այսինքն անտանելի հոտ էր գալիս այդ սատկած գործերից։ Եվ այս արտահայտությունը նրբորեն մեզ ցույց է տալիս, թե որքան զզվելի էր ու գարշելի էր այդ ամենը, եւ որքան
գարշելի է Աստծո համար այդ չաստվածները, որ նրանք այդ մեռած գործերի, այդ փտած գործերի պես են, ոչինչ չեն կարող անել։ Իսկ մարդիկ նրանց վրա հույս են դնում։ Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, այսինքն իրավիճակը թեթևացավ, խստացրեց իր սիրտը եւ չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։ Նույնիսկ երբ փարավոնի խնդրանքը Աստված բավարարեց, փարավոնի սիրտը չփոխվեց։ Նա կարծրացրեց ել ավելի իր սիրտը։ Այս անգամ նա գետնով տվեց անգամ իր խոստումը, ցույց տալով, որ անգամ իր խոստումը իր աչքի առաջ զրոյական է։ Ինքն իրեն չէր հարգում։ Բայց հիշենք, որ ամենագետ Աստված, սրտեր քննող Աստված, գիտեր, որ այդպես էր լինելու եւ այդպես էլ եղավ։ Սա դարձել էր ծանոթ օրինաչափություն։ Երբ մենք չենք հնազանդվում Աստծուն առաջին անգամ, հաջորդ անգամները չհնազանդվելը ավելի ու ավելի հեշտ են դառնում։ Այդպես եղավ եւ փարավոնի հետ։ Փարավոնը ավելի մեծացրեց իր մեղքը, իր մեղավորությունը։ Նրա երդումները իր գլխին կուտակեցին իր հանցանքները։ Նա մոռացավ իր խոստումները, նա զանց առավ իր իսկ խոստումը, բայց Աստված չմոռացավ։ Աստված փարավոնի խոստումները կարծես պահեստավորել էր փարավոնի դեմ, ասում է Չարլզ Սպըրջենը։ Իսկ միևնույն ժամանակ Աստվածաշունչն ասում է, երբ մենք հավատում ենք Քրիստոսին եւ ընդունում նրան, նրա արյունով մեր մեղքերը մաքրվում են եւ Աստված այլևս չի հիշում մեր մեղքերը, այն հեռացնում է մեզանից, ինչպես հարավը հյուսիսից։ Այդ ինչպիսի զորություն ունի Քրիստոսին հավատալը եւ Քրիստոսի սուրբ արյունը։ Իսկ քանի որ փարավոնը չէր ապաշխարում, նրա խոստումները պահեստավորվում էին հենց իր դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է փարավոնին, սա պատմություն է ուժեղ համառ կամքի մասին, որը օգտագործվում է հիմարացնելու մարդուն, այդ կամքը ցուցաբերողին։ Իսկ այդ ամբողջ ընթացքում Աստված շարունակաբար նմանին հնարավորություն է տալիս օգտագործել այդ կամքի ուժը, կամք, որ Աստված նվեր է տվել, եւ այդ համառությունը օգտագործել դարձի գալու համար, Քրիստոսին ընդունելու համար, Աստծուն հնազանդվելու ու հանձնվելու համար։ Ընտրությունը փարավոնինն էր, ինչպես նաեւ ընտրությունը քոնն է ու իմն է, ու ոչ թե մի անգամով, այլ ամեն օր։ Ինչ ես դու ընտրում։ Այսքան այսօր։ Աստծո պաշտպանությունը եւ օրհնությունը լինի ամենքիս հետ։